Գրեթե 9 ժամ քննչական գործողություններից հետո քննիչները լքել են աշտարակի Սուրբ Մարիանե առաջնորդանիստ եկեղեցու տարածքը, իրենց հետ տանելով արգղերով փաստաթղթեր ու առգրավված համակարգիչներ։ Փաստաթղթերը հավանաբար դուրս են բերել չհրկիզվող պահարանից։ Դեռ կեսօրին էին փրկարարներ կանչվել առաջնորդարան Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոսի նստավայր։ Փրկարարը նախ լինգով, լոմով էր փորձել բացել երկաթե արգղը, հավանաբար չհրկիզվող պահարանի դուռը։ Ապա էլեկտրական սղոցն էին գործի դրել։ Գետինը մտնեք լավ չի, գետինը մտեք, գետինը։ Անիցեք դուք ձեր ժառանգներով, ձեր տերություններով անիցեք։ Երեկոյան քննչական կոմիտեն հրապարակեց առգրաված իրերի լուսանկարները։ Ըստ ՔԿ-ի հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում 2 տասնյակից ավելի խուզարկություն է իրականացվել։ Հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ։ Ոստիկաններն ու ԱԱԾ-ն առավոտից էին Արագածոտնի թեմի առաջնորդարանում ծառայություն իրականացրել։ Եվ թույլ տան մտնել։ Ուղղակի մեր ծառայության բերում մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Քննչական գործողությունների պատճառաբանությամբ ոչ մեկին ներս չէին թողնում։ Սա ասպատակություն է, ինչ ենք թողնում։ Այո, սա որևէ մեկը կա։ Դուք ընտանիք մեծ երեխա թող չունեք, չեք վախենում ես անեծքը, որ ձեր տների վրա է գալի։ 9 ժամ կողպված է մնացել Սուրբ Մարիանե եկեղեցու դուռը, իսկ աշտարակի ոստիկանապետը կեսօրին վստահեցնում էր, թե բաց է եկեղեցին։ Բաց է, դե եկեք գնանք, ուղեկցեք։ Խնդրում եմ ուղեկցեք։ Եկեղեցու բակ տանող դարպասն է բացվել կեսօրին, բայց ոչ տաճարի դուռը։ Փոխգնդապետ Ասատրյանը չի հասկանում, թե ինչու են հենց այսօր հավատացյալները որոշել մոմ վառել եկեղեցում, երբ քննչական գործողություններ էին արվում այնտեղ։ Մոմ ենք ուզում վառել։ Ո՞մ եք վառում, երեք եք վառել։ Այսօր ենք ուզում մոմը վառել։ Հենց այսօր քննչական գործողություն եղավ, նոր ուզում եք մոմ։ Մայրաթորի վրա հայտնի գրոհից 4 ամիս անց են Արագածոտնի թեմը շրջափակել իրավապահները։ Առաջից անգամ եմ տեսնում sense բան։ Ու ես շշմել եմ։ Ահա, խնդրեմ։ Դրանց նայեք հլը։ Ու որ պետքա չեն տանում, նրանց վրա ուժները չի պատում։ Հայտնի չէ, թե որ ժամին էին ԱԱԾ-ականները մտել առաջնորդարան։ Հավատացյալները դեռ առավոտյան 10-ին էին փորձել եկեղեցու դուռը բացել, այդ ժամին արդեն փակ էր եղել Աստծո տունը։ Դե ասում են, որ խուզարկություն է իրականացվում։ Ըստ ձեզ ինչ պիտի գտնեն եկեղեցուց։ Չգիտեմ։ Շնորհակալություն։ Բացի սրբությունից ուրիշ ոչինչ։ Վրդոված են հավատացյալները, ասում են չեն մտածել, թե երբևէ ականատես են լինելու, թե ինչպես է հալածվում հայ առաքելական եկեղեցին, հայ ազգի հիմնասյունը։ Ինչ է նշանակում ես անպատկառությունը։ Այս աստիճան ընկած է այս ժողովուրդը, արդեն մտածում են, որ գլուխներից վրայով ման են գալու։ Ընկած է, գոյություն չունի այս ժողովուրդը։ Այս երկիրը քանդեցին, տվեցին, բայց ժողովուրդը ուրա, աշտարակցիկ ուր են։ Ուրա, Նիկոլի վրա ուժները պատում, հա։ Բերի նստացրին գլխին տականքին, բերի ժողովրդի գլխին նստացրեցին, հայվան։ Մինչև ոչ է բացում բերանները, բացեք խոսացեք, 2 կոպեկով բերանները թագում է ձեր։ Եկեղեցու հետապնդում են ստոր ձևով կատարելով Ալիևի հրամանները, Մոլլի հրամանները։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ Ուլ-Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեին նկատի ունի այս տղամարդը։ Կովկասյան Մոլլեն որկա։ Երկուշաբթի էր Փաշազադեն հերթական թունոտ մեղադրանքը նետել հայ առաքելական եկեղեցու հասցեին, թե իբր հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում։ 2 օր անց Հայաստանի իրավապահները եկեղեցու դռներ են փակում։ Ազգովի ենք մեղավոր եւ պատասխանատու այն ամենի համար, ինչ որ այսօր կատարվում է։ Մենք ազգովի զրկվել ենք ինքնասիրությունից, հպարտությունից, պայքարի ձևերից։ Ոչ թե զրկվել ենք, մենք ինքներս ենք մեզ զրկել դրանից։ 7-րդ դարի եկեղեցու անունն է կրում Մարինեն։ Նա էլ էր ուզում ներս մտնել, չստացվեց։ Եթե եկեղեցու, այսպես ասած, Աստծո մարդակերտ է լինում, դա շատ վատ բան է։ Ակնարկում է Մարինեն, որ եկեղեցու ծառաները գուցե Աստծո ծառաներ չեն, համենայն դեպս վստահեցնում է Մկրտիչ Սրբազանի մասին վատ բան չի լսել։ Ես այսքան ժամանակ ինչ որ
Լսել եմ, դե ես ոչ մեկին չեմ ճանաչում, վատ բան չեմ լսել իր մասին, չգիտեմ։ Փակում են բոլոր նրանց, ովքեր անձնական կարծիք ունեն, համոզված է այս կինը, որ հազիվ է զսպում արդյունքները։ Այն մարդը, ով ազատ կարծիք ունի, իրանք տանում են ու վերջ։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։